հայերը ընդհանրապես մի բան ունեն, չէ՞, որ sense էս իմ տունը, հետո մեկը կարող է շատերը մինչև տունը սարքել է իրանց հարմարությունը, մոտ Փարիսն են անում, չէ՞, հետո լինում է հատկապես գյուղական տարածքներում մարդիկ էսը սարքեմ կցակառությամբ եկը ոնց որ ինքը մի քիչ էլի շինարար է, այս երևույթը ոնց որ անպատճառները եթե մտածել եք ու նաև ոնց որ արդյոք այդ ճիշտ է տենց անել էլի, տենց ոնց ուզի կառուցի։ Դա մի քիչ սխալ է։ Որտեղ տեսքն էլ ակցու։ Իսկ ինչի է նախ Փարիսը սարքում, sense մեծ, անճորնի երբեմն։ Ինչից են պաշտպանվում։ Իրանք գերանցից։ Ես էլ եմ ճիշտ ասած ինչ տենց մտածել, որ մարդը սկսա Փարիսը սարքել, ինչից ես վախում։ Ես մի քիչ գրուբի կարայի ասեի, պրոստը չեմ։ Ասեք, ձեր տարիքը, ձեր փոփոխությունը թույլ է տա։ Շատ կներեք էլի է։ Մերագություն եմ խնդրում, բայց որ ասում եմ ոչի եղը շատ է լինում, ինչ որ տեղ է գցում։ Սա բոլորը հասկացան որտեղ։ Ասում են, որ այն սովետական տարիներին այդ տները որ կային, այդ խոշոր կաները, ասես պատուհանները նեղ, առաստաղները ցածր, այդ ոնց որ մարդուն կաշխանդում էր, մտածողության տեսակետից էր, էլի, որ ինքը ոնց որ ավելի սահմանափակվում էր։ Ես չէի ասի։ Այս ժամանակ նորմատիվները ուրիշ էր, հետո նորմատիվները դե փոխվում է։ 88-ի երկրաշարժից հետո Սպիտակի Ես ընդեղ եմ բանը եղել եմ, հենց առաջի օրը։ Պատմեք էլ ինչ հիշում եք, մի քիչ տխուր հիշողություններ կլինեն, բայց ասեք։ Ես աշխատել եմ դպրոցի վրա։ Ու իմ աչքի առաջ մենք հանեցինք մի հատ փոքր երեխա ու որի հայրը ինձ հետ աշխատում էր այդտեղ։ Չխոսք այդ թեմայով։ Դրանից հետո որ վերադարձել եմ, իմ որդուն գրկել եմ, 3 օր կողքը նստած եմ եղել։ Ու անդադ նայում էի լուստրային հանկարծ ոչի բան չլինի։ Վախը էլի։ Վախը չէր։ Գնահատելը թեկուզ արժեքը։ Դուք աշխատանքի բերումով էիք այնտեղ, թե ինչ էիք անում այդտեղ։ Այս ժամանակ աշխատում եմ նախագծային ինստիտուտում, որպես կամավոր ես գնացի տեղ օգնության։ Մեր ինստիտուտը գնաց տեղ։ Գունավոր մետալուրգիայի նախագծային ինստիտուտներ։ Մենք հավաքվեցինք ու գնացինք այդտեղ։ Բայց գիտեք ինչ եմ մտածում, այն ժամանակ ձեր մասնագիտությունը ունեցող մարդիկ լավ չեն աշխատել, որ սենց եղավ, թե ուղղակի երկրաշարժն է շատ ուժեղ։ Երկրաշարժը շատ ուժեղ, դե երկրաշարժը որ լինում է, ոչ ոք չի կարող ասի իր ամպլիտուդան ոնց կլինի։ Դա բացառվում է։ Իրողականի մոտ ուրիշ ձև էր, լեննական ուրիշ էր, սպիտակ ուրիշ է, նալբանդում ուրիշ ձև էր։ Այսօր Երևանը անվտանգ է, հատկապես բազմաբնակարան շենքերը, շենքերի նոր կառուցվածքներն նոր կառուցվածքների համար դրանք անվտանգ են։ Որ նախագծում են, պայմանը միշտ լինում է 9 բալ եւ ավելի։ 9 բալը ավելին չգիտեմ։ Իսկ տեխնոլոգիական ինչ հնարքներով են, ինչ զսպանակաձև բաներ չէ նորակառուցում։ Մի քիչ որ հանրամատչելը բացատրեք։ Առաջ Ճապոնիայում ոնց է, այնտեղ վիբրացիոնի բաներ են դնում տակը, ռեզոնանտի բաներ են դնում, դա Երևանում կամ կաշխատի կամ չի աշխատելի։ Բա ինչի շնորհիվ ենք այդ ձեր ասած նվազագույն 9 բալը ապահովում։ Որ հաշվարկ անում են, կոնստրուկտորները հաշվարկ անում են, իրանք հաշվարկը անում են ըստ ամրության։ Եթե որակով ամրան է լինում, որակով բետոն է լինում, որակով աշխատողներ են լինում, դրա հիման վրա ես ասում եմ, այս դեպային այս շենքերը ամուր են։ Փառք նախագծողներին ասում եմ, որ ճիշտ նախագծումը, ճիշտ հաշվարկներ անում։ Բաստողումներ կլինեն, բայց փոքր բաստողումները ընթացքում աշխատանքի շտկվում է։ Ճարտարապետի շինարարի այդ մշտական տարաձայնությունների մեջ տեխնիկական վերահսկողը այն ոնց որ բան արբիտրը լինի, չէ՞։ Դե մենք միշտ պաշտպանում ենք պատվիրատու շահերը։ Դուք շենքը դուք եք պատվիրել։ Մեր ընկերը նախագիծը արել է, մեր ընկերուհին կառուցողը։
մենք պաշտպանում ենք ջր շահերը, որ դրալ բային ամրանը ճիշտ լինի, որակով լինի, որտեվ մենք ամրանը, որ ստանում է շինարարը, մենք որպես վերահսկողներ ուղարկում ենք լաբորատոր քննության։ Բետոնը գալիս է, մենք ամեն մեքենա չենք վերցնում, մենք վերցնում ենք պարտիա, ինչ-որ ասում ենք այս մեքենայից առողջություն։ Շնորհակալություն։ Պատահականության սկզբունքով, ասում ենք ուղարկեք լաբորատորիա։ Ու եթե հանկարծ ամբորակա լինում, տվալ հատվածը, ասենք թե ծածկա կամ սյունա կամ ինչա մենք քանդել ենք տալի։ Այդ սկզբունքով է մեր աշխատանքը։ Թյուր պատկերացում կա, որ տեխնիկական հսկողները իրենք ոնց որ մի քիչ կոռուպցիայի հետ կարան մի քիչ կոռուպցիայի հետ կարող Այդ են հարցը չտա, դա բացառվում է։ Հիմա դուք հարուստ եք, ես միջնորդավորված տամ այդ հարցը։ Ես հարուստ եմ, որ լավ ընտանիք ունեմ։ Իմ հարստությունը դա է։ Կպատմեք ձեր ընտանիքի մասին, թոռնիկներ ունեք։ Ունեմ, մի հատ աղջիկ ունեմ, թորնիկ։ Այնա ինձ դա սպասում դրա համար տուն։ Այն զեյթունի շենքերի դիմացավոր կար, այդտեղ նայեցի, հիմա գնում եմ տուն։ Ունեմ երկու հատ որդի։ Մեկը մասնակցել է 4 պատերազմի։ Կապիտանի զվանյայով գնաց Աստավկա։ Ես իմ որդով, որի անունը Վահանա, հպարտամ։ Պաշտպանված եք։ Պաշտում եմ իմ երեխեքին, իմ հարցին, իմ կնոջը ես պաշտում եմ։ Դե թորնիկից մասին ձեր չկա տեղ։ Դա իմ կյանքն է։ Կապոտոր առավոտյան ուր էիք գնում։ Դրա փողոցից գնում եմ հիմա Դավիթաշեն տուն։ Թորնիկից տեսնել։ Ինչ թեմանից եք խոսում թոռնիկի հետ, որտեղ սերունդների Մենք թեմայով չենք խոսում, մենք մենակ խաղում ենք։ իսկ սերունդների բախում առասարակ լինում է, թե ոչ։ Ոչ։ Ծննդերի համերաշխությունը մոտ։ Всё, նորմալ է, всё նորմալ է։ Ես մահացած ուսում, վարորդը նաև հսկիչ է։ Եթե դուք ժամանակը հնարավորություն ունեք 20-30 կամ ինչքան հետ կտայիք, ինչը կփոխեիք։ Գլոբալ եւ անձնական է։ Որ Ժամանակը հետ տալու հետ տալու կապրել են կյանքում, որ այսօր ապրում եմ։ Ինչ առումով, որտեվ ես հոյակապ ընտանիք ունեմ։ Կուտեի, որ այս ընտանիքը նորից կրկնվեր։ Մենք բոլորս մեր ընտանիքում իրար թևութիկ ունենք։ Երկրորդ տղաս ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարան, առաջինն էլ ավարտել։ Իմ ինքը ժամանակավոր է Երևանում, որտեղ ինքը Ռուսաստանի քաղաքացի է։